Անարդար դատավճիռը, ոչի բան չեն հաշվառում, ոչինչ, ոնց ասում մեր փաստաբանի լրիվ ասածները, ինչ որ ասում է, կույր մարդը կարա հասկանալ ինչ ասում, բայց իրենք չեն հասկանում, ոնց կարա հասկանալ։ Բացատրում է, որ սենց է եղել։ Այսինքն ես կարող եմ նույն ձև բացատրեմ, եթե պետք է։ Որ ասենք վեճ չեղը, դա կատակի ժամանակ, եթե զենքը պահել է ամբողջի վրա, ոնց ասում են իրանք են ասում այդ մասայի վրա, մասան վախից կփախնի ոչ թե կամ, դա կատակ է եղել։ Կատակը ասում ճիշտ է, պատական կրակոց է։ Երբեք չէր ուզի իր ընկերոջը կրակել սպանել։ Երկուսն իր ընկերն են, մանավանդ են Հրաչյան իր շատ մտերիմ ընկերն է եղել։ Պետական մարմինները բացարձակ նրանց կողմն է նրանց այդ շուխուրաները, նրանց խոսալը, նրանց հայրանքների բան հաշվառումը երևի վախեցան իստորմը։ Երբ մենք պետք է շատ մարդկանցով գնայինք, վրատայինք, 30-ակուճը 3 հավաքենք 300 ծավալ։ Գնանք հենել անձիկ, ամենած ապետության։ Կլներ երևի ավելի լավ տենց։ Մենք ուղղակի չենք գնացի, որպեսզի ուրիշ կոնֆլիկտներ չլինի։ Ասենք երկրորդ կամ երրորդ զոհ չլինի։ Որ գնային մեկ ընտեղ կամ իրաց պիտի մեռան կամ մեզնից մեկը։ Եթե մեզ մեկ մեռան, ուրեմն ամբողջ գյուղը բարիք է, դա բնական հանդեսությունն է, բայց արժե դրա համար գնալ մի կատին մեղր պատրություն սարքել։ Չէ, խեմ պահանջում ցմական մոհապատիժ, որ ինչ դիտավորել կրակած ուներ, կգնա կրակել, դե մոտիկ կաններ, իր անգերոջ չեղավ, կգնալ այս անձը դոքսին խփեր ու կփախներ, չէր գնալ, չէր ողբա իրանց համար։ Կփախներ կգնա կարող մի հոգու ուրիշ հոգու խփենորից, որպես հանցագործ, որպես ռազդեվից կգնա կփախներ, ես ինչ չեր կարող։ Բայց դա չի սպանը, չէ, նա սպանող չի։ Մարդը սպան չի եղել երբեք։ Ինքան գրագետ մարդը ես զարմանում էի, ասում էի, ոնց է հասցրել այսքան բան իմանալ կրթվել։ Կարող է դպրոցում գնահատականները չեն փայլել գերազանց, բայց նա կյանքի մարդ է եղել, ամեն, այսինքն հիմա էլ կյանքի մարդ է, չի եղել, էլի մարդ է։ Ուղղակի նրա հետ շատ անարդար են վերաբերվում։ Շատ վիրավորական է, որ մարդը մի հատ ընկած ժամանակ չի զգում, որ իր այդ արդար են վերաբերվում։ Բայց այսօր շատ վրդովված եմ ու վիրավորված։ Սուտ է, արդեն աչքիս ամենից ստվում է։ Հիմա բանակ գնալը դարել է լատարի նման մի բան։ Մեկի բաղթիքը մահաճույքը լավը կտա, մեկին կխորտակի։ Ամեն փաստ վկայում է, որ նա պատահականություն է։ Կատարվածը պատահականություն է եղել։ Բայց ոչ մի ատյանում, ոչ մի տեղ հաշվի չառան։ Այսինքն ոտնահարվեց, այսինքն չգիտեմ որ թելը բռնեցին ու առաջ գնացին, որ հանգիստ լինեն մարդիկ։ Ես որպես օբյեկտիվորեն եմ ասում, որպես մայր, որպես մամա։ Իմ մեջ 3 ճակատագիր է, մխում է, մինչև վերջը կմխա։ Ես շատ ցավում եմ, ես 3 հատ զոհ ունեմ, երբ որ Դավիթի մասին եմ խոսում, Դավիթի մասին եմ մտածում, իմ մոտ 3 զոհ է, ամեն մեկը մի ձևով, ով որ անարդար է վերաբերվում, թող մի քիչ վախ ունենա, էլի, իրա մեջ, ունենա ու հասկանա, որ բոլորը որդի ունեն, ես չեմ համարում իմ որդուն մարդասպան, և դա կապացուցվի։